Բարև ձեզ, սկսենք այսօրվա մեր հուշագրի ստորագրումը և ըստ էության մամլո ասուլիսը նվիրված է այն գործընթացներին, որոնք գեներացվում են թե Հայաստանում, թե Հայաստանի շուրջ և այս կոնտեքստում կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը և Հայաստանը ես եմ նախաձեռնությունը, Հայաստանը ես եմ նախաձեռնության մասով Սարգսյանը ավելի մանրամասն կասի, որոշում ենք ընդունել հետամուտ լինելով մեր որդեգրած և հայտարարված սկզբունքների, իսկ իրենք հետևյալն են. առավել քան աշխատել և նպաստել այն խնդիրների լուծմանը և այն մարտահրավերների լուծմանը, որոնք այսօր առկա են Հայաստանում։ Կարելի է երկար խոսել, թե ինչ խնդիրներ են, ինչ խնդիրների շուրջ է լինելու մեր համագործակցությունը հուշագրի ներքո, բայց դրա հետ մեկտեղ մենք և ես, և համահիմնադիրները կամուրջ քաղաքացիական նախաձեռնության մենք շատ լավ հասկանում ենք, որ այո, հոսքերի ժամանակը անցել է, եկել է ժամանակը գործելու ամենալայն առումով, ուզում եմ հատուկ ընդգծել, որ թե հուշագրի ստորագրումը, թե առհասարակ կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը վերքաղաքական է, վերկուսակցական է, ոչ մի առնչություն, ոչ մի քաղաքական կամ կուսակցական նամանավանդ գործընթացների հետ կապ չունի։ Ըստ էության արվում է այն, ինչի մասին բազմաթիվ անգամ խոսվել է, ինչի մասին հասարակության մեջ արդեն տևական ժամանակ գիտեք ոնց որ տրամադրություններ են գեներացվել։ Եվ այդ տրամադրությունները հետևյալն են, որ հնարավոր և անհնարին բոլոր մեթոդներով փորձել սոցիալական, ինչու ոչ, տնտեսական, ինչու ոչ, բարոյահոգեբանական, սա էլ է շատ կարևոր խնդիրները, որոնք այսօր մեր առջև, մեր բոլորիս առջև կանգնած են, այդ խնդիրների լուծման ճանապարհների և ամենակարևորը իրականում առանց երկար բարակ ինչ-որ խոսքերի, որտեղ ցավոք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ խնդիրները հնչեցվում են, բայց լուծումները չկան։ Հաշիշտ լուծումները կան, բայց լուծումների մասին շատ քիչ է խոսվում։ Շատ կարևոր է շեշտադրումը հատկապես վերքաղաքական գործունեության, առավել ևս վերկուսակցական գործունեության, որովհետև Հայաստանի Հանրապետությունը այնպիսի գոյաբանական մարտահրավերի առաջ է կանգնած, որ այլևս քաղաքականություն գոյություն չունի։ Հայաստանը ԵՍՄ հենց որդեգրել է ռացիոնալ իրատեսականություն սկզբունքը, տեխնոկրատիզմը, առարկայական խնդիրների գույքագրման, խնդիրների լուծման և գիտական, և գործնական մակարդակում լուծումների տրամադրման, ինչպես նաև հետևողականության, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Շատ են դեպքերը, երբ որ մարդիկ դիստանցավորում են քաղաքականությունից, ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Միգուցե դա սկզբունքի, ճաշակի շատ տարբեր ձևակերպումների հարց է, բայց Հայաստանի Հանրապետությունը այնպիսի իրավիճակում է գտնվում, որ 40 բոլորս միասին պետք է կանգնենք և պետք է գործենք։ Մենք այդպիսի մարդկանց Հայաստանի ԵՍՄ-ի թիմը ունի շատ հստակ դիրքորոշում, նրանց անվանում է անտարբերներ հայրենիքի նկատմամբ, հայի նկատմամբ, հետևաբար ունենք այդպիսի մարդկանց հետ շատ երկար աշխատելու։ 40-ը, որ ասեցի, 40-ը Հայաստանի Հանրապետությունն է մեր պետականությունը, որը պետք է պահպանենք համատեղ ուժերով, եկեղեցին ազգային արժեքները, մեր ինքնությունը, սփյուռքը, ինչպես նաև արցախահայության իրավունքների պաշտպանությունը, նրանց հետ վերադարձ իրենց բնորանում արժանապատիվ ապրելու և ինքնորոշվելու համար։ Այս 4 կարևորագույն խնդիրների լուծումը չի կարող մեզ չմիավորել ամբողջ հայ ազգին։ Քանի որ վերքաղաքական ենք մենք, հետևաբար անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ մարդու
ճաշակից, պատկերացումներից, եթե որևէ մարդ, որևէ տեղ կարող է մի փոքրիկ գործով օգուտ տալ այս 4 հիմնասյուների պահպանման, զարգացման, այդ թվում տարածման ուղղությամբ, ապա պետք է միավորել, ապա պետք է համագործակցել եւ պետք է համատեղ ուժերով հասնել նպատակին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այո, միանգամայն կիսում ենք այն մտքերը, որը արտահայտեց պարոն Սարգսյանը, ասեմ ավելին, կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը ի սկզբանե հիմքում դրել է այն սկզբունքները, որոնց շուրջ այսօր կարծես թե դիսկուրս է ձևավորվում հայկական հասարակության մեջ։ Եվ հաճախակի այդ դիսկուրսները իրենք ոչ նորմալ եւ ոչ հայանպաստ ուղղությամբ են գնում, ինչը բավականին լուրջ մտահոգում է յուրաքանչյուր նորմալ հայ մարդու, նվազագույնը հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, վերջին ամիսների, տարիների մենք մշտապես ապրում ենք որոշակի ինչ-որ մի ստրեսի մեջ։ Եվ այդ ստրեսի 90%-ը արհեստականորեն գեներացվող գործընթացներ են։ Հարկ եմ համարում շեշտել, որ այո, քաղաքականությամբ, քաղաքական ճիշտ գործընթացները, որոնց մենք ականատես ենք, իրենք բերում են շատ լուրջ խնդիրների առկայության եւ մարտահրավերների եւ այդ պարագայում այո բոլոր առողջ ուժերը մարդիկ հայերը ովքեր ցանկանում են ունենան հայրենիք ովքեր ցանկանում են ունենան պետություն ովքեր ցանկանում են արժանապատիվ ապրել ովքեր դեմ են ստորացմանը խոսքը գնում է ոչ միայն ներքին գործընթացների, այլ առհասարակ այն քաղաքական իրավիճակի, որը ձևավորվել է։ Մարդ չի կարող ապրել այդ իրավիճակում։ Իսկ դա նաև բացի քաղաքական բնույթից մեջը նաև կրում է սոցիալական շատ խորը ասած արմատներ։ Դե ինչ պարոն Սարգսյան, ստորագրենք։ Շնորհավորում եմ։ Այսպիսի կես կատակ, կես տուրջ բան կար, ասում են նույնիսկ հայրենիքի փրկության համար պետքա գնալ սատանայի համագործակցության, իհարկե ինքը ունի շատ վատ ընկալում, չէ, Աբովյանի մասին չխոսքը համագործակցության եւ բանի մասին, որ խոսում էր պարոն Աբովյանը, այսինքն այն մարդը, որ կարա բերի յուրաքանչյուրը մի նպաստ, մենք նույնիսկ գնացել ենք սատանայի ծանդին։ Մենք դաժե նույնիսկ ներողություն բառիս համար փորձեցինք կառավարության հետ աշխատանք տանենք, սրանով մի քանի բանն են հիմնավորում աշխատանքների։ Ուրեմն մարդկանց մոտ հարցեր առաջանում, եթե որևէ հույս չկա այս իշխանությունից, եթե գիտեք, որ պետությունը քանդում են, ապա ինչի՞ եք գնում այդպիսի աշխատանքի, ասում ենք, որովհետև աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, եւ եթե մարդկանց մոտ կա անկալում մինչեւ չփոխենք իշխանությունը, ապա որևէ կերպ չարժի նրանց հետ համագործակցել, սա նաեւ դրա հիմնավորումն եմ տալիս։ Ոչ վերքաղաքական, նաեւ նրանով վերքաղաքական, որ պարտադրի իշխանություններին, պահանջի, որպեսզի պայմանականորեն Հայաստանի վերականգնման 1% նույնիսկ աշխատանքը կատարի, որպեսզի հաջորդ իշխանությունները կարողանան ոչ թե 100%-ով զբաղվեն, այլ 99%-ով զբաղվեն։ Շեշտեմ ձեզ, որ ժամանակին իշխանությունը շատ լուրջ սատանա էր փնտրում
չգիտեմ քթել են թե չէ։ Ասում մենք սատանայից անդին անցանք։ Հետևից ավելի վատն էր որտեղից կգտնեն սատանային։ Յուրաքանչյուր դեպքում, այո, գիտեք, ամենամեծ խնդիրը, որ այսօր ես անկեղծ եմ ասում, խորին համոզմանք նա է, որ գոյություն ունի արհեստականորեն ձևավորված ջրբաժաններ։ Ես կրկնում եմ արհեստականորեն ձևավորված ջրբաժաններ, եւ այդ արհեստականորեն ձևավորված ջրբաժանների ներքո պետք է շատ լուրջ առանց ինչ-որ այլևայլությունների հասկանալ հետևյալը. եթե ջրբաժանները չհաղթահարվեն, ապա խնդիրները, որոնց առջև մենք կանգնած ենք, իրենք ուղղակի լուծում չեն ստանալու։ Իսկ եթե լուծում չեն ստանալու, ապա մենք կանգնելու ենք գոյաբանական խնդիրների առջև։ Իսկ դա անխուսափելի բերելու է ամենածանր հետևանքների։ Մենք հաճախակի ասում ենք, որ վայ, սենց բան չի կարա լինի, վայ, սենց բան չի կարա լինի կամ վայ, սա անհնար է։ Վերջին տարիների գործընթացները ցույց տվեցին, որ ցավոք բոլոր մեր մտավախությունները, անհնարի մտավախությունները, որոնց մասին մենք նույնիսկ ասած չենք կարա պատկերացնենք, իրականացան։ Եթե կան հարցեր, խնդրեմ։ Իմ հարցը ուղղված է երկու բանախոսներին, այդպես է դուք նշեցիք, որ համագործակցությունը ըստ էության վերկուսակցական է, քաղաքականությունը եւ քաղաքական կուսակցությունները իրենց նշանակությունը Հայաստանում ձեր կարծիքով արդյոք կորցրել են եւ որքանով եք համակարծիքն հաջող այդ տեսակետներ, որտեղ վերջին շրջանում հատկապես այդ ուղղվածության կոչերը երկուսակցական համագործակցության շատ են, այդ մասին օրինակ խոսել էր նաեւ Գագիկ Ծառուկյանը վերջերս, դուք կիսում եք այդ տեսակետները եւ արդյոք հնարավոր է Հայաստանում ի վերջո այդ վերկուսակցական գաղափարը շատ ավելի բարձր դնել։ Մենք նույնիսկ կարծում ենք, որ կուսակցականությունը եւ կուսակցական գործունեությունը այլևս անելիք չունի առաջիկա 5-ից 10 տարիների ընթացքում։ Բայց դա չի նշանակում, որ կուսակցական շատ գործիքներ, որոնք ունեն կենսափորձ, ունեն գիտելիքներ եւ որոնք կարող են յուրաքանչյուր տարբեր ոլորտում իրենց նպաստը բերեն Հայաստանի զարգացմանը, նրանք այլևս պետք չեն։ Մի առիթով հայտարարել եմ, իհարկե անեկդոտից հետո մի այսպիսի դեպք է տեղի ունեցել մի ընկերոջ կազմակերպությունում, ներողություն պետք է խնդրեմ ոչ եթերային խոսքի համար, ասում էր ինձ տվյալ պոստում աշխատելու համար Շան որդի պետք է ոչ թե նորմալ մարդ է պետք եւ վստահեցնում եմ, որ նույնիսկ կա Հայաստանի վերականգնման համար այդպիսի մարդկանց աշխատանք եւ միշտ այդ համեմատական տանում եմ, եթե Հայաստանի վերականգնման համար պետք է նույնիսկ քաղաքացիական պայմանագրից մարդ ներգրավել, ապա վստահեցնում եմ, որ կարելի է ներգրավել։ Սա այդ անեկդոտի տրամաբանական շարունակության մեջ եմ ասում։ Ինչ վերաբերվում է վերքաղաքական լինելուն, քաղաքականությունը գործում է այն ժամանակ, երբ որ գոյություն ունեն կայուն ինստիտուտներ, գոյաբանական մարտահրավերները համենայն դեպս բացակայում են, նման դեպքում այո կարելի է քաղաքականությամբ զբաղվել եւ քաղաքական գործունեություն ծավալել։ Մեր գործունեությունը հենց մեկնարկի սկզբից տարբերվել է դասական քաղաքականությունից, տարբերվել է նրանով, որովհետև հաճախ մին կուսակցությունների մոտ հարցեր առաջանում, ինչ աշխատելաոճ եք ընտրել, բայց մեր աշխատավոճը ցույց տվեց իր արդյունավետությունը։ Մեր կատարած աշխատանքի արդյունքում նվազագույնը օրինակ գյուղատնտեսության ոլորտում, գյուղատնտեսության ամբողջական փլուզման, ապամոնտաժման 3 տարով մոտավորապես 3 տարով դեմը փակել ենք, նաև քաջ գիտակցելով, որ 3 տարի հետո այս իշխանությունը այլևս չի կարող լինել եւ հետեւաբար հաջորդ իշխանությունները կարող են շատ ավելի երկարաժամկետ պլաններ կազմել։ Ընդ որում Հայաստանի ԵՍՄ-ի հիմքում նորից եմ կրկնում դրված է տեխնոկրատիզմը, ինչը ենթադրում է կուսակցական գաղափարախոսություններից դուրս պրոֆեսիոնալների կառավարության ձևավորում, պրոֆեսիոնալներով Հայաստանի Հանրապետության սկզբից վերականգնում, պետականության վերականգնում, զարգացման համար հիմնասյուների ստեղծում, այնուհետև կան զարգացում դրանից հետո, քանի որ մեր կանխատեսումներով 5 տարին անհրաժեշտ է, որպեսզի տեղի ունենա վերականգնումը եւ կայուն հիմքերի ստեղծումը, այնուհետև պետք կլինի դրանք շատ ավելի այդպես արմատացնելը, որ դրանից հետո կարող է Հայաստանի Հանրապետությունը իրեն թույլ տալ անցնել դասական քաղաքականությունով կառավարման։
Իրավացի եք, մեջ վերելով պարոն Ծառուկյանի խոսքերը, միանշանակ կարելի է փաստել, որ այո, կա իրողություն, երբ որ հասարակության մեջ տարանջատումը, հա, նույնիսկ կուսակցական, հա, ասենց ինչ որ պատկանելիությամբ ինքը այսօր դուրներս գա թե չէ, շատ խանգարող հանգամանք է։ Մարդիկ իրականում հոգնել են այդ կուսակցական, չգիտեմ, կուսակցություն, լոզունգներ, անպագորգոր բառեր եւ կցանկանային գծել վերջին հարցազրույցը պարոն Ծառուկյանի, որտեղ շատ կարևոր մի մեսիջ էր տրվել, բացի խնդիրների, հա, հնչեցման նաեւ լուծումներ։ Շատ կարևոր է եւ հաշվի առնելով կրկնում եմ այստեղ վեր կուսակցական կարելի է ասել դասական առումով նույնիսկ վեր քաղաքական գործընթացը եւ հաշվի առնելով բոլոր հանգամանքները կարելի է միանշանակ փաստել հետեւյալը, որ այո, այսօր առանց որևէ գիտեք անձնական նախապատվության, եթե մարդը կարող է բերել օգուտ երկրին, համաձայն այն հիմնական գիտեք ֆունդամենտին դա Արցախի հիմնախնդիրն է, դա հայոց առաքելական եկեղեցու դերի պահպանման խնդիրն է, ոչ թե դերի, այլ առասարակ, գիտեք, արդեն նույնիսկ այդ արտահայտությունը, հա, հայոց առաքելական եկեղեցու դերի պահպանումը ինքը արդեն իսկ իր մեջ խնդրահարույց է, որովհետև մենք այնպես բաներից ենք խոսում, որոնք կարծես թե, ինչպես ես ասացի նախքան ստորագրումը, պրոցեսներ են գնում, որոնց մասին մենք ընդհանրապես չէինք կարող պատկերացնել։ Դա այո, մեր բոլորիս արժանապատվության, պատվի, գիտեք, վերականգնումն է, դե լավ, այս սենց ասենք։ Եվ այո, մենք ունենք ներուժ, ավելի քան համոզված եմ, մենք ունենք տեսլական, ի վերջո մենք հայ ենք եւ այո, հայկականության պահպանումը բոլոր ոլորտներում, կլինի սոցիալականից սկսած, որովհետեւ կրկնեմ պարոն Ծառուկյանի խոսքերը, չի կարող նորմալ երկիր լինել, եթե այնտեղ գերակա ժողովրդի, հա, քանակը կամ ժողովրդի կեսից ավելին ծայրահեղ աղքատության մեջ են ապրում։ Չի կարող, ուղղակի չի կարող։ Այդ իսկ պատճառով եւ այսօրվա մեր ստորագրումը եւ մեր համագործակցությունը ինքը հենց միտված է այդ ելքերի ոչ միայն գտնելու, այլ կոնկրետ հստակ գետնի վրա, հա, գործողություններ կատարելու համար։ Յուրաքանչյուր մարդուն, այ հիմա դուրս գանք փողոց հարցնենք, յուրաքանչյուր մարդը խնդիրները հնչեցնում է։ Բայց դրա հետ մեկտեղ բացի խնդիրներ հնչեցնելը, մենք ուղղակի պարտավոր ենք, եւ այո, չեմ վախենում այս բառից, պարտավոր ենք նաեւ լուծումները տալ եւ այդ լուծումների ներքո դուրս գալ այս իրավիճակից։ Դե ինչ, եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս, կամուրջ քաղաքացիական նախաձեռնությունը եւ Հայաստանը ես եմ նախաձեռնությունը, ըստ էության մեկնարկ տվեցին մի շատ հետաքրքիր process-ի, որը կարելի է ինչու ոչ, հա, ասենց մինի համախմբում նույնիսկ ասել, եւ այս պարագայում եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այո, այս աշխատանքները շարունակվելու են, մի ուճուրիկ սպոյլ տամ, հա, անոնս, մենք նախատեսում ենք մոտակա ժամանակներում համաձայնագրեր, հուշագրեր, ավելի ճիշտ ստորագրել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների, մարդկանց հետ, այլ նաև մեր Սփյուռքի արտերկրներում բնակվող հայերի եւ ոչ միայն հայերի այն կազմակերպությունների հետ, որոնք միանշանակ օգտակար կլինեն մեր երկրի համար, մեր բոլորիս համար եւ հետապնդում են այն նպատակները եւ այն գաղափարախոսության շուրջը, որի շուրջ այսօր մենք ձեզ հետ զրուցեցինք։